Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, ուրախ ենք ձեզ հետ սկսել նոր աշխատանքային շաբաթ, մանավանդ որ դա ձմռան վերջին աշխատանքային շաբաթն է։ Այո, այս կիրակի արդեն գարուն է, այնպես որ առանձնահատուկ մեծ սիրով ձեզ ասում ենք բարի լույս հանրային ռադիոյի ուղիղ եթերից, Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանն են աշխատում ձեզ համար եւ առաջիկա 1.5 ժամվա ընթացքում անելու են ամեն ինչ, որպեսզի ձեր օրը սկսվի բարձր տրամադրությամբ։ Այո, մինչև ժամը 11-ը կլինենք հանրայինի ուղիղ եթերում, իդեպ ոչ միայն FM հաճախականությամբ, այլև մեր on-line հարթակներում եւս armradio.am եւ Facebook-յան հարթակը Հայաստանի հանրային ռադիո, մեզ կարող եք տեսնել, մեզ կարող եք գրել մեկնաբանություններ եւ մենք դրանք սիրով ընթերցում ենք։ 55-37-02 սա էլ ավանդական ճանապարհն է մեզ զանգահարելու, հատկապես որ այսօր զանգահարելու եւ շնորհավորելու առիթներ լինելու են, բայց այդ մասին երաժշտական սկզբից հետո։ Այո, մնացեք մեզ հետ, կարող եք, ինչպես ասացինք, մեզ եւ զանգել եւ գրել, այնպես որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Իսկ առավոտը սկսենք նոր երգով Գարիկ Սոնա, ինչ ուզես, այ ինչ ուզեք, երկուշաբթի առավոտյան մենք պատրաստ ենք ձեզ ուղիղ եթերից հայտնել։ Կանեմ քո համար ինչ ուզես, այնքան եմ փնտրել քաղաքում քեզ, չկա էլ սահման կամ օրենք, արի մեր կինոն հորինենք, ես ու դու ինչքան էլ նման, բայց տարբեր, աչքերդ էին ինձ վարակել, քո մեջ ես գտա ինձ ընկեր, մի օր երանի նկատեր, ամեն ինչը բարդ, ամեն ինչ օտար, անդադար ու անկատար, ամեն ինչը բարդ, բայց հետդ ինձ դար, մի բալա է սիմյորը, մի աղուն է հուրոբոց, խանձեց խորվեց, կտրե չարս, ինջի գարը շինեց խոց, խանձեց խորվեց, կտրե չարս, ինջի գարը շինեց խոց, քո հետ ես սկսել եմ նորեջ, պիտի պայքարեմ միջև վերջ, չեմ ուզում որ փայլդ կորսես կամ կորես, որ չմտածեմ մեղավոր եմ ես, խնդրում եմ մի օր հայտնվես, որ ես մտքերից ինձ փրկես, քո համար ես սիրտս կանեմ երկու կես, մենակ դու մի օր նկատես, ամեն ինչը բարդ, ամեն ինչ օտար, անդադար ու անկատար, ամեն ինչը բարդ, բայց հետդ ինձ դար, մի բալա է սիմյորը, մի աղուն է հուրոբոց, խանձեց խորվեց, կտրե չարս, ինջի գարը շինեց խոց, խանձեց խորվեց, կտրե չարս, ինջի գարը շինեց խոց, մի բալա է, 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 մի բալա է սիմյորը, մի աղուն է հուրոբոց, խանձեց խորվեց, կտրե չարս, ինջի գարը շինեց խոց, խանձեց խորվեց, կտրե չարս, ինջի գարը շինեց խոց, ինջի գարը շինեց խոց, ինջի գարը Սուրճ ու սեր առավոտից։
ոչ մեկի ջիգերը մի շինեք խոց։ Մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը 9:35 նոր ենք սկսել առավոտյան մեր ծրագիրը, այնպես որ թարմ ուժերով սպասում ենք նաև ձեր հեռախոսազանգերին ու մեկնաբանություններին։ Իսկ հիմա այն պահն է, երբ պետք է տեսնենք, թե ինչ կարևոր նորություններ կան եւ ինչ է պետք ձեզ իմանալ տանից դուրս գալուց առաջ։ Սկսենք օդի ջերմաստիճանից։ Հանրապետության տարածքում առանձին շրջաններում սպասվում են տեղումներ այսօրվանից մինչև փետրվարի 25-ը։ Նախալեռնային եւ հովտային շրջաններում անձրևի, լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Ասենք որ քամին հարավ-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը վաղվանից հանրապետության տարածքում հատկապես ցերեկային ժամերին կնվազի 5-ից 8 աստիճանով։ Դեռ ամբողջությամբ չեն կարող վայելել գարնանային այս տրամադրությունը, մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում, անձրևանոցների մասին կարող եք մոռանալ։ Տեղումներ կլինեն արդեն առաջիկա օրերին, իսկ այդ մասին մենք ամեն առավոտ ձեզ անպայման կհիշեցնենք։ Բայց լավ է որ ամեն ինչ արդեն պլյուս է, ցերեկը կանխատեսվում է առավելագույնը 14 աստիճան տաքություն, երեկոյան 7-ից 9, գիշերը 2-ից 4։ 14 աստիճանը կարծում եմ ամեն ինչ տեղը գցեց եւ այո տրամադրությունը էլի բարձրացրեց, բայց բոլոր այն մարդկանց, որոնք շտապել էին արդեն պահել ձմեռային հագուստը, կոչ են կանում դեռ գոնե 1-2 հանել, քանի որ ի վերջո արժևում նաեւ մարտն է, անկանխատեսելի մարտը, այնպես որ հիվանդանալ, մրսել պետք չէ։ Եվ այս պահին էլ մայրաքաղաքում 6 աստիճան է, մասամբ ամպամած, բայց բավական լավ եղանակ է։ Այո, եւ գեղեցիկ եւ արևային ավտոճանապարհների վրա հասկանան եղանակը որքանով է անդրադարձել, նախ նշենք, որ փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է շարունակել երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Տեսնենք, թե ինչ է կատարվում մնացած ճանապարհներին, որոշ հատվածներում, այո։ Կարևորը որ շարունակեք երթևեկել ներողություն եմ խնդրում ձմեռային անվադողերով Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները շարունակում են փակ մնալ եւ նաեւ Լարսն է փակ բեռնատարների համար այսօր միայն բեռնատարների համար այս մասին կարող եք տեղեկացնել ձեր այն հարազատներին որոնք աշխատանքային ճամփորդություններ էին պլանավորում մնացած ավտոճանապարհները այս պահի դրությամբ ըստ փրկարար ծառայության անցանելի են։ Ահա, բավականին լավ պատկեր է փաստորեն հանրապետության տարածքում, տեսնենք ինչ է ասում խցանումային քարտեզը մեր մայրաքաղաքի մասին։ Ցավոք վստահ եմ իրավիճակը նույնը չէ, որովհետև ես ստիպված եղա Միասնիկյանի խցանումը հաղթահարել բավական երկար ժամանակ, մինչև կհասնեի ռադիոտուն։ Սպասենք մինչև քարտեզը կաշխատի, երկուշաբթի առավոտ է, քարտեզը շատ դանդաղ է բացում, ամեն դեպքում այս պահին դեռ խցանումներ չի արտացոլվում քարտեզի վրա, բայց բնականաբար դրանք պիտի որ շատ լինեն, օրը երկուշաբթի է։ Լավ, մինչև մեզ քարտեզը կհասնի օգնության, արի տեսնենք օրվա փոխարժեքը ինչպիսին է, ըստ կենտրոնական բանկի, տեսնենք թե ինչ փոխարժեքներ են սահմանված այսօր։ Եվ այսպես։ Ահա, եւ այսպես ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 376 դրամի եւ 82 լումայի, 443 դրամ 25 լումա է եվրոն, ռուսական ռուբլին 4 եւ 9 է, 140 դրամ եւ 9 լումա է վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը 507 դրամ է 65 լումա, դե իսկ դիրհամն այսօր 102 դրամ 59 լումա է։ Ահա այն տեղեկատվությունը, որ ձեզ ներկայացնում ենք տանից դուրս գալուց առաջ խցանումների տեսանկյունից, մենք դեռ թարմացումներ կանենք, ձեզ այսպես չենք թողնի, ուղղակի մենք մեղավոր չենք, քարտեզն է մեզ դավաճանել, ամեն դեպքում արդեն ցույց տվեց 7 է խցանումային նիշը մեր մայրաքաղաքում, սա նշանակում է, որ ծանրաբեռնված են բնականաբար այն փողոցները, որոնք կենտրոն են բերում եւ ծանրաբեռնված են նաեւ փոքր կենտրոնի մի շարք փողոցներ, այնուամենայնիվ երբ քարտեզը կարգավորվի, մենք դրանց վերաբերյալ ձեզ մանրամասն կտեղեկացնենք։ Մինչև այդ հիշեցնենք եւս մեկ անգամ, որ օրը երկուշաբթի է, փետրվարի 23-ն է եւ այսօր տեսնենք թե ինչ կա չկա օրացույցում, բայց առաջին հերթին կարող ենք տոնին անդրադառնալ, որը դեռ մանկուց կարելի ասել երբեմն մեզ ուղեկցել է, վերջին տարիներին այն իր տեղը զիջել է, վերջապես բոլորս հասկացել ենք, որ սա խորհրդային միության տոն է եւ այդ տարիներին այո ծառայած մարդկանց մենք կարող ենք այսօր շնորհավորել
շնորհավորել հայրենիքի պաշտպանի օր, սա խորհրդային միության տոներից մեկն է եւ այս օրը երբ դպրոցական ենք անգամ դեռ շնորհավորում ենք։ Այո, դեռ շնորհավորում ենք եւ եթե մարտի 8-ին էին տղաները, դասանի տղաները մեզ նվերանում, ապա մենք փետրվարի 23-ին կար սովորություն նրանց նվերներ անելու։ Բարեբախտաբար ունենք հայոց բանակի օրը հունվարի 28-ը, բայց ամեն դեպքում եթե ունեք վետերաններ, հարազատներ, ընկերներ կամ մարդիկ, որոնք մասնակցել են հայրենական պատերազմին, կարող եք զանգահարել եւ շնորհավորել, կարող եք զանգահարել եւ շնորհավորել նրանց տոնը այսօր։ Այո, այս տոնը նշվում է Ռուսաստանում, Բելարուսում, Տաջիկստանում, ԱՊՀ մի շարք երկրներում խորհրդային միության տարիներին դե բնականաբար ամբողջ ԽՍՀՄ-ում եւ ավանդույթի ուժով, այո, պապիկներին հատկապես մարդկանց, ովքեր ծառայել են խորհրդային բանակում, ոչ միայն մասնակցել են պատերազմին, այլ հենց ծառայել են բանակում, շնորհավորում են եւ այսօր դուք էլ կարող եք զանգարել մեզ, գրել մեկնաբանություններ, բայց շնորհավորել են մարդկանց, ովքեր իսկապես այս տոնի կրողն են, այսինքն ծառայել են խորհրդային բանակում։ Հայաստանում սովորաբար այսօր հաճախ այցելում են հենց հաղթանակ զբոսայգի, հայրենական պատերազմում զոհվածների անմար կրակի մոտ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դնում, իսկ դե Վեգան արդեն նշեց, վստահ եմ դուք էլ գիտեք, մեր բանակի ազգային տոնը մենք նշում ենք հունվարի 28-ին։ 553702 այն հեռախոսահամարն է, որով կարող եք զանգահարել եւ ձեր շնորհավորանքները ուղղել այն մարդկանց, որոնք կապ ունեն խորհրդային բանակի հետ, գուցե ցանկանաք եթերից են շնորհավորել։ Իսկ մենք տեսնենք նաեւ թե էլ ինչով է նշանավորվել փետրվարի 23-ը պատմության մեջ, ովքեր են ծնվել այսօր։ Այո, մինչ այդ ասենք, որ այս շրջանում բարբերաբար օլիմպիական խաղերի հետ կապված իրադարձություններն են գալիս մեզ ընդառաջ 92 թվականի այսօրն է տեղի ունեցել Ֆրանսիայում ձմեռային օլիմպիական խաղերի փակումը, գիտեք, հիմա ընթացքի մեջ է օլիմպիական խաղերը, կրկին ձմեռային եւ մարզասերների համար սա իսկապես հրաշալի շրջան է, որովհետեւ ամեն օր կա մի հետաքրքիր իրադարձություն, մի հետաքրքիր մարզաձև հետևելու։ Այո, վերադառնալով Ռուսաստան, աշխարհի ամենակննարկված եւ շատերի կողմից անհեթեթ համարվող, շատերի կողմից պարզապես հանճարեղ ստեղծագործություն համարվող Սև քառակուսի հեղինակ ռուս նկարիչ Կազիմիր Մալևիչն է այսօրը ծնվել փաստորեն 1979 թվականին։ Մենք այսօր ունենք հրաշալի մի հոբելյար Նարա Շլեպչյանը, հայկական հեռուստատեսության առաջին ու միակ հաղորդավարուին, որ մինչև այսօր մեր կողքին է եւ մենք հպարտ ենք լինելու նրա ժամանակակիցը, հենց այսօր է ծնվել 1935 թվականին, նաեւ խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ եւ մարդ, ով ընդհանրապես սկիզբ դրեց հայկական հեռուստատեսությանը։ Այո, առաջին ձայնը հայկական հեռուստաընկերության եւ նաեւ Էմիլի Բլանտը, անգլիացի հայտնի դերասանուհի, Սատանան կրում է Պրադա ֆիլմից շատ հայտնի դարձած 1983 թվականի այսօրն է ծնվել։ Իդեպ այս տարի անհամբեր սպասում ենք լեգենդար ֆիլմի նոր մասին։ Այո, եւ նաեւ հայ ճարտարապետ Արթուր Թարխանյանն է ծնվել 1932 թվականին։ Մենք շնորհավորում ենք բոլորին, ովքեր նշում են իրենց ծննդյան օրը այսօր, ձեզ մաղթում ենք անմոռանալի օր, հաճելի անակնկալներով եւ նվերներով լի։ Եվ երկուշաբթին լի է պրեմիերաներով եւս մեկ երգ Պարքև Սառնես։ Ձերքերը քո անտարբեր հայացքը դառնը, տեսնելով քեզ հերվիցի մտքերը խառնեն, օրերը քեզ դարձել են անհույս դու բարդ ես, սառնես, տակ են ուշերը դերում սրտում ապրելու կյանքա, գիշերը մեզ համար ստեղծելու տանկա, սիրելը լուսնի մեջ կորելուց դու սառնես, խառնես, սառնես, ես սառնեմ, դու խառնես, ես խառնեմ, սառնես, ես սառնեմ, դու խառնես, ես խառնեմ, խնդիր ինչու՞մ է, չգիտեմ բայց սիրտը վարում է, օրերով աչքերի շում եմ, մի մասի մտքերը տանում են, ինձ այլը քեզ չի ասնի, ճանապարհին կկորի, բայց կայցը մեր չնայի, նույնիսկ եթե սաղն, ձեռքերը քո անտարբեր հայացքը դառնը, տեսնելով քեզ հերվիցի մտքերը խառնեն, օրերը քեզ դարձել են անհույս դու բարդ ես, սառնես, սառնես
Խառնես, ես խառնեմ The station with the best music. Best music. I love the music. Best music. Սառն այս երկում է պարգը, բայց սառը չէ եղանակը, որովհետև մեր մայրաքաղաքում 6 աստիճան տաքություն է եւ գարնանը մոտ եղանակ է, թեև ըստ կանխատեսումների դեռ օդի ջերմաստիճանի նվազում է սպասվում։ Եվ, ահա Նաև հիշեցնենք եւս մեկ անգամ, որ մեզ կարող եք մեկնաբանություններ գրել, մենք եթերի ամբողջ ընթացքում դրանք կարդում ենք նաև եթերում, այնպես որ մեզ հետ եղեք նաև Facebook-ում, այնտեղ ինչպես արդեն նշեցինք, մեզ կարող եք նաև դիտել։ Մենք ունենք արդեն մեկնաբանություն, Սոնյա Սահակյանը գրել է բարի օր, իմ շատ սիրելիներ ջան։ Ես ուզում եմ շնորհավորել իմ շատ սիրելի Ժաննայի ծննդյան օրը, ցանկանում եմ առողջություն, երջանիկ եմ, որ դուք իմ կյանքում իմ աննման ու հավատարիմ ընկերուհի։ Սիրելի Սոֆիա, այո, միանում ենք ձեր շնորհավորանքներին եւ շնորհավորում ենք Ժաննային, նրան նվիրված դեռ երգել մենք մեր եթերում կհեռարձակենք։ Իսկ մինչեւ այդ տեսնենք թե ինչ կա չկա աշխարհում եւ ինչ է կատարվում, հատկապես համացանցում վերջին շրջանում բոլորիս սիրտը գրավել է մի կապիկ, որը բավականին դրամատիկ կյանք է սկսած իր ծննդյան օրվանից, հատկապես Instagram-ում կամ TikTok-ում տեսած կլինեք վիդեոներ, որտեղ մի խեղճ ու կրակ կապիկ իր փափուկ խաղալիք կրկին կապիկին ման է տալիս ամենուր եւ պարզվում է, որ այս ամենը լուրջ հոգեբանական խնդիրների հետևանք է։ Այո, պարզվում է, որ այս կապիկը, որի անունը Փանչ թե Փունչ է, չգիտեմ ինչպես է արտասանում, Փանչ, այո, փաստորեն Փանչ է նրա անունը, նա մերժված է իր, չգիտեմ, կապիկների խմբին ինչպես են կոչում, ընտանիքի կողմից, այո, մակակապիկի փոքրիկ ձագին լքել է մայրը եւ մնացած կենդանիները նույնպես, որոնք նրա հետ միասին նույն տարածքում էին ապրում, կենդանաբանական այգում նրան չեն ընդունել եւ անընդհատ հրել են եւ հարձակվել են նրա վրա եւ արդյունքում նրան կենդանաբանական այգու աշխատակիցները կապիկի տեսքով փափուկ խաղալիք են նվիրել եւ հենց դա էլ սկիզբ է դրել այն իրավիճակին, որը շատերի կողմից լաց լինելու առիթ է դարձել։ Այո, սոցիալական ցանցերում վիրուսային տարածում են գտել Փանչ անունով 6 ամսական կապիկի լուսանկարներն ու տեսանյութերը, թե ինչպես է նա ամենուր իր հետ ման տալիս այդ խաղալիքը, գրկում է նրա վրա է հենվում, քնելիս նրա հետ անգամ ծառն է բարձրանում եւ սա իսկապես շարժել է աշխարհի միլիոնավոր մարդկանց սրտերը, որոնք մեկնաբանություններում աջակցություն են հայտնում կապիկին, ցանկանում են գնալ այս կենդանաբանական այգի, տեսնել նրան, բայց երկու օր առաջ արդեն լավ լուր տարածվեց, որ այլ կապիկների մի ընտանիքում նրան ընդունել են, այդ ընտանիքի մայրը նրան գրկել է եւ այդ լուսանկարները եւս վիրուսային տարածում են գտել եւ հայտնի խոսքած չէ համացանցում աշխարհի էմպատները որ գրում են այ ինչպես եք դուք այս վիդեոից հետո կարծես նրանց սիրտը մի փոքր տեղն է ընկել։ Այո, իդեպ նաեւ նշենք, որ վայրի բնության հետազոտողները նշել են, որ Փանչի մոր վարքագիծն ավելի տարածված է, քան կարելի էր ենթադրել։ Ճապոնական մակականների մինչև 7-ից 8% հաճախ լքում է իրենց ձագերից, սա սովորաբար պատահում է առաջին անգամ մայրացող կապիկների հետ, որոնք լքում են իրենց ձագուկներին անփորձության կամ ստրեսի պատճառով։ Բացի այդ հավանականությունը, որ մայրը կլքի իր նորածնին, ավելի բարձր է հենց մակակատեսակի կապիկների մոտ։ Եվ ինչպես ցանկացած բան, որ համացանցում վիրուսային է դառնում, բնականաբար լավ ազդեցություն է ունենում այս դեպքում կենդանաբանական այգու վրա։ Այգուց հայտնել են, որ այցելուների աննախադեպ թիվ է գրանցվել այս օրերին եւ ներողություն են խնդրել նաեւ առաջացած հերթերի ու դժվարությունների համար։ Շաբաթվա վերջում Ճապոնիայում կլինի 3-օրյա հանգստյան օր եւ կենդանաբանական այգին հայտնել է, որ եռանդուն կերպով պատրաստվում է այցելուներին եւ անհամբեր սպասում է նրանց ժամանմանը։ Այո, ինչ որտեղ նաեւ գովազդվեց այս կենդանաբանական այգին, բայց իսկապես սա այն դեպքն է, երբ այս կապիկի հոգեվիճակը հասկացան շատ շատերը եւ մարդիկ անգամ գրում էին, որ հասկանում են թե նա ինչ է զգում այս բանը։ Այո, այս ամենը իհարկե արձագանք էր գտել նաեւ շոու բիզնեսում եւ հայտնիների շրջանում, օրինակ Andrew Tate անունով հայտնի, չգիտեմ
չգիտեմ, ինֆլուենսեր, բիզնեսմեն ասեմ, քանի որ նա բազմակողմանի գործունեություն է ծավալում եւ բավական նաեւ իր պրոբլեմատիկ հայտարարություններով է հայտնի, նա առաջարկել էր կենթանաբանական այգում գնել պանչի։ Ահա։ Եվ պահել իդեպ ես էլ որպես կենթանական աշխարհի կանոններին անծանոթ մարդ անընդհատ ուզում եի հասկանալ ինչու չեն կապիկին փրկում այդ վանդակից եւ գոնե առանձնացնում այլ տեղ տանում, որպեսզի նրան չվնասեն մյուս կապիկները, հետո ենթադրեցի, որ գուցե դա խախտում է բնական, այո, եւ բնականon ընթացքը նրանց կյանքի եւ գուցե չի կարելի մարդկային գործոն այդտեղ գուցե չպետք է լիներ, ամեն դեպքում շատ ուրախացա, որ փաստորեն նա գտել է ընտանիք, որն իրեն ընդունել է, ինչպես նաեւ սա ինձ ուրախացնում է այն առումով, որ մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ կարծես թե աշխարհից բարությունը վերացել է, որ կարծես թե մենք այլևս քո նշած էմպաթիան չունենք, այլոց մասին չենք մտածում, բայց երբ մեծ տարածում է գտնում պարզապես մի կապիկ, որը լքված է իր ընտանիքի կողմից եւ այսքան շատ մարդ ցավում է նրա համար, հասկանում ես, որ չէ, մարդկության համար դեռ հույս կա, մենք այնքան էլ վատը չենք։ Այո, հատկապես որ այս դեպքերը կարծես իրար հաջորդեցին, վերջերս էլի վիրուսային տարածում էր գտել պինգվինի այդ տեսանյութը, թեև դա շատ հին պատմություն ունեցող տեսանյութ էր, բայց կարծես նոր թարմացավ։ Պեստո անունով պինգվիններ, չէ՞ դա։ Եվ նաեւ կապիկի հետ կապված էլ արդեն տարբեր նաեւ հումորային գրառումներ եւ ֆոտոներ կան, օրինակ ինչպես կլիներ նրա առօրյան, եթե լիներ Հայաստանում եւ մարդիկ նրան ջերմ ընդունում են, խորոված են պատրաստում նրա համար, ամեն դեպքում գատակամիկում իսկապես այո ուրախալի է, որ կապիկը գտել է այլ ընտանիք, որտեղ նրան ընդունել են։ Իհարկե բիզնես տեսանկյունից նույնպես այս պատմությունը չի վրիպել փողի մասին մտածողների աչքից, շատ ծերը օրինակ զարդեր պատրաստող, զարդագործներ, ոսկերիչներ շատերը սկսել են արդեն կապիկին եւ նրա խաղալիքին ներառել իրենց ստեղծագործություններում, տպվում են շապիկներ կապիկի նկարով, բայց դե ամեն ինչ լավ է, երբ լավ է վերջանում։ Իսկ հիմա շնորհավորանք բոլոր նրանց, համար ովքեր ծնվել են այսօր տոն է հատկապես ձեզ համար։ Այսօր տոն է Պարուրում է երազանքը քո հոգում քեզ իր ջանկացնում է սրտի տասամասիրու ծորը ջերմանում է չէ որ տոնն է քո այսօր տոնն է ծննդյան քո օրն է մենք եկել ենք ասում ենք քեզ շնորհավոր այսօր տոնն է ծննդյան քո օրն է մենք ցնծում ենք Հավորում ենք, քո կողքին հիմա նորից ասես մանկանում ենք Երջանիկ աչքերը քո մեզ համար փայլում են Հիացած սրտերը մեր քեզ համար երգում են Չէ որ տոնն է քո այսօր տոնն է ծննդյան քո օրն է մենք եկել ենք ասում ենք քեզ շնորհավոր այսօր տոնն է ծննդյան քո Ցնծում ենք, տոնում ենք, այս շնորհավոր Այսօր տոնն է, ծննդյան քո օրն է Մենք եկել ենք, ասում ենք, քեզ շնորհավոր
Սուրճ ու սեր առավոտից։ Ինանց 57 մինչև գովազդը լսում ենք այսօր տոնը երգ է Ինգա Անուշի, այսօր տոնը այն մարդկանց համար, ովքեր ծառայել են այո խորհրդային բանակում, փետրվարի 23-ը հայրենիքի պաշտպանի օրն է ըստ ԽՍՀՄ օրացույցի եւ ունենք շնորհավորանքներ մեր մեկնաբանությունների դաշտում Գենադի Նիկոլաևիչ Գունդիրովը գրել է ուզում եմ շնորհավորել սովետական բանակի օրվա կապակցությամբ Գյումրու խանութի տնօրենին Արմենին։ Շնորհավորում ենք եւ եւս մեկ անգամ նաեւ շնորհավորում այն բոլոր մարդկանց ովքեր այսօր նշում են իրենց ծննդյան օրը։ Օրը երկուշաբթի է, փետրվարի 23, տեսնենք ինչ կա այսօրը լրահոսում։ Ահա, իսկ այդ հարցում մեզ կօգնի մեր գործընկեր Մարլենան, որն արդեն տաղավարում է, բարի լույս Մարլենա։ Բարի լույս։ Ինչպիսին էր այսօր լրահոսը, արդյոք երկուշաբթին ծանր է սկսվել լրատվական առումով, թե դեռ թեթև ենք։ Սակավալուր, ինչպես ամեն առավոտյան, բայց իհարկե լրահոսը ժամը 10-ից հետո ամիջապես կսկսի առատ դառնալ, այս պահին արդեն մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստը, անշուշտ կլինեն որոշումներ, որոնք յուրաքանչյուրից են առնչվում եւ պետք է տեղեկացնել մեր հանրությանը դրանց մասին, հետևելու ենք 9:30 արդեն մեկնարկել է նիստը։ Այո, մի մոռացեք ամեն ժամին միանալ հանրային ռադիոյին եւ ռադիոլուրի թարմ ճշտված եւ հավաստի տեղեկատվությանը ծանոթանալ։ Այո, յուրաքանչյուր ժամագլխի վարքյաններ անց կհետևենք ժամը 10-ի թողարկմանը, իսկ ձեզ ասենք, որ պատրաստեք ձեր հեռախոսները 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարի համար, որովհետեւ այսօր ունենք հաճելի Վիկտորինա, գիրք են խաղարկում, որը մեզ տրամադրել է Զանգակ հրատարակչությունը, այն էլ ինչ գիրք, բավական հայտնի հեղինակ Հայաստանում վերջին տարիներին, Խալեդ Հոսեյնիի եւ արձագանքեցին լեռները, գիրքը կարող է դառնալ ձեզնից մեկինը, եթե զանգահարեք մեզ։ Այո, պատասխանեք գրականությանը վերաբերող մի քանի բավական հեշտ հարցի, կարծում եմ նույնիսկ եթե 5 հարցից 3-ին ճիշտ պատասխանեք, կկարողանաք հաղթել գիրքը։ Իսկ մինչև այդ եկեք տեսնենք ինչ կա չկա աշխարհում եւ Հայաստանում վերջին 1 ժամի դրությամբ ռադիոլուրին հետևենք, այնուհետև կվերադառնանք։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, բարև ձեզ, լրատվության ժամ է հանրային ռադիոյի եթերում, ստուդիայում աշխատում է Մարլենա Հովսեփյանը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Շվեյցարիա, հայտնում է արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի եւ զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին հանդես կգա ելույթներով, ծրագրվում են նաեւ երկկողմ հանդիպումներ։ Իսկ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Յիրժի Բրոդսկին։ Չեխիայում Հայաստանի դեսպանությունից փոխանցել են, որ մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Չեխիայի միջև քաղաքական երկխոսության խորացման հեռանկարների շուրջ։ Ընդգծվել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ Քննարկվել են ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող բարձրագույն մակարդակի միջազգային միջոցառումներին չեխական կողմի մասնակցությանը վերաբերող հարցեր։ Դեսպան Հովակիմյանը զրուցակցին է ներկայացրել Հարավկովկասյան տարածաշրջանում Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ծավալված գործընթացները, այդ թվում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում վերջին զարգացումները եւ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը այցելել է Վայոց ձորի մարզ, Նորավանք վանական համալիր եւ Արենի 1 քարանձավ, ավելին իմանալու Հայաստանի պատմության մասին եւ բացահայտելու գեղեցիկ բնաշխարհը։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը նշում է, սա նաեւ հնարավորություն էր ներկայացնելու պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում Միացյալ Նահանգների կառավարության աջակցությունը։ Արենի 1 քարանձավում Միացյալ Նահանգների դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի
ԱՄ-ի միջոցով կատարվել են ամրակայման եւ միջավայրի քայքայիչ ազդեցության ռիսկերը կրճատելուն ուղղված աշխատանքներ։ Սա ի ցույց է դնում Միացյալ Նահանգների առաջատար դերը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաեւ մեր երկրների միջև կապերի ամրապնդման հարցում, ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Փետրվարի 21-ին եւս մեկ կարևոր հանդիպում ենք ունեցել Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, գրել է Հարությունյանը Facebook-ի էջում։ Նրա խոսքով պայմանավորվել են, որ կոմունիկացիայի այս ձևը կլինի շարունակական, որովհետև ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն ձևը առաջին ձեռքից տեղեկատվության փոխանցումն է։ Սա վերջին հանդիպումն էր Հարավային Կալիֆոռնիայում, վաղը կվերադառնանք Երևան, երեկ գրել է Արայիկ Հարությունյանը։ ԵԱՏՄ-ն մեծացնում է արդյունաբերական արտադրությունը, հայտնում են այդ կազմակերպության մամուլի ծառայությունից 2025 թվականին 24 թվականի համեմատ միջին աճը կազմել է 1.6%։ ԵՏՀ հրապարակած տվյալներն են հայտնում, ընդ որում ամենամեծ ցուցանիշը գերազանցել է 10.6% եւ բաժին է ընկել Ղրղստանին։ Մեկ լուր ներկայացնենք, որ առնչվում է տարածաշրջանային զարգացումներին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հավանաբար 5 շաբթի Ժնևում կհանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, նշելով, որ Թեհրանի միջուկային նկրտումների հարցում դեռևս լավ հնարավորություն կա դիվանագիտական լուծման հասնելու։ Արաղչին դրա մասին ասել է CBS News-ի եթերում։ Ամերիկյան Axios-ն էլ հղումանելով Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայի գրում է, որ Միացյալ Նահանգների բանակցողները պատրաստ են ուրբաթ Ժնևում Իրանի հետ բանակցությունների եւս մեկ փուլ անցկացնել, եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում ստանան միջուկային համաձայնագրի վերաբերյալ Իրանի մանրամասն առաջարկը։ Եվ վերջին լուրը փետրվարի 22-ին ավարտված Միլան եւ Կորտինա դամպեցոյի ձմեռային օլիմպիական խաղերում մեդալային աղյուսակը գլխավորում է Նորվեգիայի հավաքականը, սահմանելով պատմական ռեկորդ։ Թիմը նվաճել է 18 ոսկե եւ ընդհանուր առմամբ 41 մեդալ։ Երկրորդ տեղում Միացյալ Նահանգներն է 33 մեդալով, իսկ հյուրընկալող Իտալիան գրանցել է իր լավագույն արդյունքը ձմեռային խաղերի պատմությունում 10 ոսկե մեդալով եւ զբաղեցրել է 4-րդ տեղը։ Հայաստանի հավաքականը ավարտել է առանց մեդալի։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար նախատեսել էինք այսքանը, ռադիո լուրը հետևում է իրադարձությունների զարգացմանը եւ պարբերաբար ձեր ուշադրությանը կներկայացնի թարմ տեղեկատվություն։ Ստուդիայում աշխատում էր Մարլենա Հովսեփյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ I just woke up from a dream where you and I had to say goodbye, and I don't know what it all means, but since I survived I realized wherever you go that's where I'll follow. Nobody's promised tomorrow, so I'ma love you every night like it's the last night, like it's the last night. If the world was ending, I'd wanna be next to you. If the party was over and our time on earth was through, I'd wanna hold you
next to you. Տասնանցեին բարի լույս բոլորին, ովքեր հենց նոր են մեզ միացել, առանձնահատուկ շնորհակալություններ այն մարդկանց, ովքեր 9:30-ից շարունակաբար հետևում են մեզ եւ դեռ կլինեն հանրային ռադիոյի հետ ամբողջ օրվա ընթացքում։ Մենք եթերում ենք մինչեւ ժամը 11, այնպես որ սպասում ենք ձեր հեռախոսազանգերին ու նամակներին մեր Facebook-յան հարթակում եւ armradio.am կայքում։ Այո, մի մոռացեք մեկնաբանությունների մասին 553702 զանգահարել այս հեռախոսահամարով, ի վերջո մասնակցել Վիկտորինային, շահել գիրքը, լավ գրականություն է, հատկապես փետրվարին կարևոր է, օրեր առաջ գիտենք, որ գիրք նվիրելու օրն է, այնպես որ մենք դեռ շարունակում ենք կարելի ասել տոնել եւ ցանկանում ենք ձեզ նույնպես գիրք նվիրել։ Դու իդեպ գիրք նվեր ստացար, Սևակ, չնայած դու երկրում չես, չէ, այո։ Չստացա եւ չնվիրեցի, բայց տեսա, որ շատ ուրախությամբ արձանագրեցի, որ շատ ակտիվ էր համացանցում այս տոնը, տարբեր կազմակերպություններ, հայտնի մարդիկ խորհուրդ էին տալիս, նվիրում էին, ինչը միայն շատ հաճելի է։ Լավ է սկսվել օրը դեռ գիշերվանից, երբ փոխվեց, այսպես ասած, Բարսելոնայի երկրպագուների համար, որովհետև այո, անցնենք մարզականին։ Բարսելոնան հաղթեց Լևանտեին, 25-րդ տուրում չեմպիոնը ընդունեց Լևանտեին եւ հաղթանակ տարավ 3-0 հաշվով Հանս Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից։ Աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Մարկ Բերնալը, հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը եւ իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպես։ Այսպիսով Բարսելոնան 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Լևանտեն այս պահին նախավերջինն է, ընդամենը 18-րդ հորիզոնականով, այնպես որ բավական հեշտ հաղթանակ է եղել Բարսելոնայի համար։ Երկրորդ հորիզոնականում Մադրիդի Ռեալն է, որը ընդամենը 1 միավորով է զիջում առաջատարին եւ այս պահին 60 միավորով երկրորդն է, իրավիճակը անընդհատ կարող է փոխվել։ Գանք շախմատի ոլորտ գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենտում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի Masters խմբում։ Նա 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր, նույն խմբում 5 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Grossmeister Շան Սարգսյանը։ Challengers խմբում 6 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Grossmeister Մանուել Պետրոսյանը, իսկ հա Futures խմբում 6.5 միավորով երկրորդ հորիզոնականում է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը։ Հրաշալի է եւ շարունակելով մեր հաղթանակների մասին խոսել, եւս մի լավ լուր Գերմանիայի Կոդբուս քաղաքում անցկացվող սպորտային մարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը նվաճել է հաղթողի կոչումը օղակների վարժությունում։ Հակոբ Սերոփյանի գլխավորած հավաքականից աշխարհի գավաթի եզրափակիչ են դուրս եկել նաեւ Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժությունում, նա գրավել է երկրորդ տեղը, Համլետ Մանուկյանը դարձյալ նույն վարժությունում գրավել է 7-րդ տեղը։ Այնպես որ այստեղ նույնպես ունենք ոսկե մեդալ եւ լավ նորություններ։ Տեսնենք թե այլ նորություններ կան արդյոք մարզաշխարհում թե ոչ, բայց մինչեւ այդ արդեն ունենք հեռախոսազանգ, տեսնենք թե ով է մեզ միացել մեր ռադիոլսողներից։ Բարի լույս։ Բարի լույս, դուք եթերում եք։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Ինչպե՞ս է սկսվել օրը։ Շնորհակալություն։ Լսում ենք ձեզ։ Ես ուզում եի բանի մասնակցել։ Վիկտորինային։ Ում հետ ենք զրուցում։
Հասմիկ Միքայելյան, մի անգամն եմ ձեր ուղիղի եթերում եղել, մրցանակ եմ շահել։ Ահա, ինչ եք շահել այն ժամանակ։ Գիրք եմ շահել եւ մի փոքրիկ արև էին բերել, չգիտեմ։ Հիշեցինք, այո, շնորհակալ ենք շատ։ Գիրքը կարդում եք իդեպ։ Գիրքը կարդում ենք մեթոդական գրականություն են, որ ոնց օրել, խորացված։ Զգացել դա։ Հիշեցնենք այսօր խաղարկում ենք Զանգակ հրատարակչության մեծ տրամադրած Խալեդ Հոսեյնի գիրքը եւ վեգան մի քանի հետաքրքիր ոչ այնքան բարդ հարցեր է մշակել ձեզ համար, ասենք որ միանգամից զանգի ավարտին չենք կարող արդյունքները ամփոփել, եթերը հետևեք եւ եթերի վերջում բարձ կդառնա թե ով հաղթեց։ Այո, ամենաշատ ճիշտ պատասխանած մասնակիցը կհաղթի, եթե միանգամից 5 հարցին էլ պատասխանեք, բնականաբար այդ դեպքում հենց դուք էլ հաղթողը կլինեք։ Այո, եւ այսպես։ Սկսենք։ Այո։ Նշեք մեկ դետեկտիվ ստեղծագործություն։ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները չեմ կարող հիշեմ լրիվ իրան։ Եթե փորձեք մեկը հիշել, օրինակ կար է հենց Քրիստիի ստեղծագործություններից մեկը, որտեղ մարդիկ ճանապարհին էին, հայտնի փոխադրամիջոցի մեջ ինչ որ բան էր տեղի ունենում։ Ամենայն դեպքում ինձ թվում է հենց Կոմս Մոնտե Քրիստոն դետեկտիվ ստեղծագործություն է։ Դժվար կլինի կարծում եմ Կոմս Մոնտե Քրիստոն դետեկտիվ համարել, բայց լավ, անցնենք երկրորդ հարցին։ Այո։ Ռուս դասական գրող նշեք։ Մեկ ռուս դասական հեղինակ։ Պուշկին։ Ահա, հրաշալի, արդեն ունենք մեկ ճիշտ պատասխան, մեկ ժամանակակից հեղինակի նշեք։ Եվտուշենկո, հա երևի։ Եվտուշենկո։ Եվտուշենկո։ Կարող եք հայերից նշել։ Հայերից։ Հայերից։ Ժամանակակից մի րոպե մի։ Չնայած կարող ենք սա էլ կարծում եմ ճիշտ պատասխան համարել, այո, համարենք արդեն 2 ճիշտ պատասխան, մեկ սիրավեպ։ Օհո։ Սիրային պատմություն։ Բայց մայիս պահեմ ոնց Դե լավ, բոլոր գրքերն էլ սիրո մասին են։ Ոսկե մարդը էլի սիրավեպ է։ Շատ լավ։ Հաճույքով կարդացել եմ Մորիոկայի։ Եվ մեկ պատմավեպ։ Պատմավեպ, դե բանը Վարդանանքը հայկական է։ Այո, իհարկե։ Մեր Դերենիկ Դիմիրճյանի, ճիշտ եմ ասում։ Այո, եկեք վերադառնանք առաջին հարցին եւ ես փորձեմ ձեզ էլի հուշել մի փոքր։ Այն որ փոխադրամիջոցներ, որ նման էր գնացքի, բայց ավելի արագ էր ընթանում։ Մետրոն, հա երևի։ Չէ, Ագաթա Քրիստիի ամենահայտնի գրքերից մեկն է։ Եթե հիշեք, դեպի արևելք էր ընթանում, մի վատ բան է տեղի ունենում։ Վայ, սա հուշումները, բոլոր հուշումները։ Սպանություն արևելյան ճեպընթացումն էի փորձում հիշեցնել ձեզ Ագաթա Քրիստի։ Ամեն դեպքում 4 ճիշտ պատասխան ունենք։ Կարծում եմ իրականում կարող ենք ձեզ հաղթող համարել, որպեսզի այո։ Բայց այլ ռադիոլսողների զանգերի եւս մնացեք դուք կապի մեջ։ Հոգաչափ շնորհակալություն, շատ հաճելի է ձեզ հետ խոսել, ինձ համար հարազատ մարդ եք դարձել, որտեղ համ դիտում եմ, համ լսում եմ։ Հրաշալի է, շատ շնորհակալ ենք, մենք ձեր հավատարմությունը անպայման հաշվի կառնենք, բայց թույլ տանք նաև այլ ռադիոլսողների մասնակցել։ Ձեզ լավ ենք մաղթում եւ հիշեցնում 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է, կարող եք զանգահարել եւ մասնակցել մեր վիկտորինային, ինչպես տեսաք, հարցերը շատ պարզ էին, մենք իհարկե մի փոքր հիմա կփոխենք որոշ հարցեր, որպեսզի հարցերը շատ չկրկնվեն, բայց գիրքը այնպիսի նվեր է, որ սիրով ենք փոխանցում եւ դուք էլ այդ նվերով կարող եք կիսվել, չէ, ուրիշների հետ, բայց չմոռանաք հետ վերադարձնել, եթե ձեզ մեկը իր գիրքն է նվիրել, որովհետեւ ընթերցասերների համար դա ոչ այնքան հաճելի զգացողություն է, երբ պատահաբար հիշում ես, որ քո գիրքը տվել ես ինչ-որ մեկին, կամ չես էլ հիշում, թե ում ես տվել, ու այդպես էլ այն չի վերադառնում քեզ։ Այո, շատ եմ զայրանում։ 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է, փորձեք միանալ մեզ եւ պատասխանել մեր հարցերին։ Զանգ ունենք, պատասխանենք երգից հետո։ Մեր հոգուն հարազատ անուն Երևանը գրքի նոր դու
Կարդացող մարդու միտքն է միշտ արդում Իր հոգում եք ստարմոց Մեր պատմության հույսը Սերունդների հույսը Գիրն է հայոց Գիրքը մեզ ընկեր Ապագան է մեր Գիրքը նոր ուհին Երբ շուրջդ քաոս է Այն բարմի փարոս է Քո ճանապարհին Գիրքը մեզ ընկեր Ապագան է մեր Գիրքը նոր ուհին Երբ շուրջդ քաոս է Այն բարմի փարոս է Քո ճանապարհին Աշխարհի գիրկն ունի նոր տուն Հայաստան աշխարհի սրտում Անցնելով դարեր սուրբ գրերը մեր Դարերով դեր կապեր Կգրվի նորը մեր հայ պաղպարը Միշտ հայերը Գիրքը մեզ ընկեր Ապագան է մեր Գիրքը նոր ուհին Երբ շուրջդ քաոս է Բարի փարոս է Քո ճանապարհին Book your future now You can choose your destiny You have all the power Everything The world within your own Երբ շուրջդ քաոս է Այն բարմի փարոս է Քո Սուրճ ու սեր առավոտից Մենք վերադարձանք եթեր 10:21 շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը հիշեցնենք մեզ կարող եք հետևել նաև մեր կայքում armradio.am եւ մեր Facebook-յան հարթակում իդեպ վաղուց չենք դարմացրել Facebook-յան հարթակի մեկնաբանությունները մինչեւ վեգան փորփրում է հարցեր որոնք կարող են մրցանակ բերել մեր հեռախոսազանգով Վիկտորինային մասնակցողներին ես տեսնեմ թե ինչ կա չկա մեր Facebook-յան հարթակի մեկնաբանությունների դաշտում Այսպես Գայանե Այվազբալյանը գրել է Սևակ ջան ուր էիր այո ես վերադարձել եմ շատ շնորհակալություն բարի գալուստ ռադիոտուն շատ շնորհակալ եմ մեր մշտական ունկնդիրը մշտապես հետևում է մեզ եթերում մեր կյանքում գործնական առօրյա եւ գիտի թե ով որտեղ է շատ շնորհակալ ենք այս հավատարմության համար եւ հիշեցնում մեր ուղիղ կապի հեռախոսահամարը 55 37 02 Իդեպ վեգա դու այստեղ ես դու նվեր ստացար այդ օրը Այո, ես երկու գիրք եմ նվեր ստացել, մեկը դետեկտիվ էր հենց, ինձ անծանոթ հեղինակից, որի անունը չեմ հիշում, մյուսն էլ սարսափ պատմությունների գիրք էր, քանի որ ես սարսափ ժանրը շատ եմ սիրում թե ֆիլմերում, թե գրականության մեջ, եւ կարծես թե ունենք հեռախոսազանգ։ Տեսնենք թե ով է մեզ զանգահարել։ Բարի լույս։ Բարի լույս։ Ահա։ Դուք եթերում եք, բարի լույս։ Բարի ձեզ։ Ում եք զրուցում։ Ես Աննան եմ, Ահա։ մեր մշտական ունկնդիրն եմ։ Շատ հաճելի Աննա, որտեղից եք մեզ զանգահարում եւ ինչ եք անում հիմա, շատ հետաքրքիր է։
Այս պահին ճիշտ մեքենային վարում աշխատանքի եմ գնում։ Ահա։ Օ, զգույշ կլինեք։ Ճանապարհին ձեզ լսում, որովհետեւ միանային։ Շատ շնորհակալ ենք Աննա, զգույշ կլինեք ամեն դեպքում վարելիս խոսելը շատ չի խրախուսվում, բայց քանի որ ինտելեկտուալ հարցեր ենք տալու, ուշադիր եղեք։ Եվ քանի որ ասացիք, որ ձեր անունը Աննա է, եկեք հենց այդպես էլ սկսենք։ Նշեք ցանկացած գրքի հերոսուհու, որի անունը համապատասխանում է ձեր անվանը։ Աննա անունով հերոսուհու եք։ Աննա Կարինին։ Այո։ Առաջին ճիշտ պատասխանը։ Նշեք մեկ հայ ժամանակակից հեղինակի։ Հայ ժամանակակից։ Այո։ Ունենք շատերը եւ լավերը, ինչպես ասում են, թեև մի ժամանակակիցի հանդեպ կա։ Օրինակ մի հայտնի փողոց կա նաեւ նույն ազգանվամբ, դեպի հենց ռադիոտուն եկող, բերող, սայատնովային խաչվող, գուցե այդպես կհիշեք։ Ժամանակ չիմացա ում հետ եք Նարինե Աբգարյան։ Ահա, այո, հրաշալի Նարինե Աբգարյանը, Ցանկացած մեկին կարող եք նշել։ Իրականում Նարինե Աբգարյանը ասելով դուք կարծես թե պատասխանեցիք մեր նաև հաջորդ հարցին, ասելու էի նշել մեկ կին գրող, գուցե եւս մեկին կավելացնեք։ Առհասարակ կին գրող։ Այո, ցանկացած կին գրող, բացի Նարինե Աբգարյանից ինչ որ մեկին կարող ենք ավելացնել։ Հա, իհարկե։ Մեր ամենակարկառուն ոչ ժամանակակից բանաստեղծուհի Անուշ Տարիգոյան միգուցե կարող է լինել, այո։ Էլի արևմտահայ մի հեղինակ։ Ներողություն հարցն չլսեցի։ Արևմտահայ հեղինակ։ Դուրյան։ Ահա, եւ չորրորդ ճիշտ պատասխանն էր սա եւ Աքսել Բակունցի ցանկացած ստեղծագործություն հիշեք։ Ալպիական մանուշակ շատ կան Աքսել Բակունցի, մեկ ալպիական մանուշակ։ Այո, ամենահայտնի։ Դե ինչ շնորհավորում ենք ձեզ։ 5-5, այո, 5 հարցին էլ ճիշտ պատասխանեցիք, շնորհավորում ենք, մրցանակը ձերն է, խնդրում ենք մի անջատեք հեռախոսը, որպեսզի մեր Լուսինեն ձեզ հուշի, թե ինչպես եւ երբ կարող եք վերցնել գիրքը։ Շնորհակալ ենք զանգի համար։ Ձեզ լավ օրենք մաղթում հաղթանակներով լի, ինչպես առավոտը սկսեցիք, շատ հաճելի է, երբ մեզ նաեւ նոր ռադիոլսողներ են զանգարում, նոր ձայներ ենք լսում, թեև ով էլ որ զանգում է, ասում է, որ մեր մշտական ունկնդիրն է, ուղղակի ոչ բոլորն են, չէ՞, մեր զանգահարում ավելի շատ մարդիկ նախընտրում են գրավոր տարբերակով եւ դրա հնարավորությունը եւս ունենք, հիշեցնենք մեր Facebook-յան հարթակի մեկնաբանությունների դաշտը բաց է, հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն խորհրդային բանակում ծառայած ընկերներ, գործընկերներ, կարող են մեկնաբանություններ գրել, շնորհավորել եւ ոչ միայն դուք ազատ եք գրել այն, ինչ ցանկանում եք, մենք դրանք սիրով ընթերցում ենք։ Մնացեք մեզ հետ քիչ անց, քանի որ հասկացանք, որ ժամանակակից գրողները այնքան էլ տարածված չեն, ձեզ ներկայացնելու ենք մի հետաքրքիր ցանկ մեր օրերում ամենավաճառված ժամանակակից գրքերի մասին։ Ահա, այնպես որ շարունակեք մնալ մեզ հետ, իսկ մենք շարունակում ենք։ Այս առավոտ քեզ եմ հիշել, ոնց եմ ուզում քեզ տեսնել գրկել, արշալ լույսի շավերն այսօր, հույս են տալիս ու երկում օրով, ոգիս կարծես գարունքի պես, խինով լծվել ու կանչում է տես, այգիներու վարտերն անում, բույր են տալիս ու գարունքները, այս առավոտ գարունքի պես եկել են եկելով, մեղմիկ շշուկներով, իրենց յարին կանչում են արելով, գարունքները, այս առավոտ գարունքի պես եկել են եկելով, մեղմիկ շշուկներով, իրենց յարին կանչում են արելով։ Այս առավոտ հոգիս թալքուն, քո տակ գրքում սեր է երազում, սիրտս բացված վարտին նման, ուր է տալիս ու կանչում անձան, հոգիս կարծես գարունքի պես, խինով լծվել ու կանչում է տես, այգիներու վարտերն անում, բույր են տալիս ու կանչում գարունքները, այս առավոտ գարունքի պես եկել են եկելով, մեղմիկ շշուկներով, իրենց յարին կանչում են արելով, գարունքները, այս առավոտ գարունքի պես եկել են եկելով, մեղմիկ շշուկներով,
Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանցե 29 շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը եւ մենք էլի զանգ ունենք, ինչը մեզ միմիային ուրախացնում է, տեսնենք ով է մեզ միացել, Վեգա։ Բարի լույս։ Շատ կարոտել էի։ Փոխադարձաբար։ Լսում եմ։ Շատ ուրախ ենք։ Շատ լավ երկ դրեցիք տարգը, շատ ծառը։ Ահա։ Այսօրվա տոնի հետ կապված։ Առաջ շատ սիրում էի, բայց հիմա չեմ սիրում։ Դե մենք ունենք արդեն մեր տոնը, այո, շատ ապրեք։ Իսկ դրանից հետո շատ ուրախացա, որ լսեցի Նարաշ Լեցյանի ծննդյանը։ Այո։ Դա մեր գիտեք ինչ, ջուցածների շարքին կարելի է դասել։ Նրա ձայնից դառնում ես կոյուն, արյուծ, հզոր, չգիտեմ, մեր զինվորները լսելուց այդ ձայնի Պեմպը, նրանք ոնց ոտքը խփես գետին, կուզեի այդ ինձ մեր տղաները կանգնեն սահմանին, այդ ձայնը թող չպագասի, եվս 100 տարի ապրի, և մեր սերունդն էլ այդպեսի ձայնով որդավորված շարունակի ամեն ինչը։ Ապրեք երեխեք ջան։ Շնորհակալ ենք շատ լավ խոսքերի համար, եւս մեկ անգամ շնորհավորում ենք մեր հայ եթերի լեգենդին, Թագուհուն Նարաշ Լեփչյանին ծննդյան օրվա արդիվ, եւ ահա մեր ռադիոլսողը, տեսեք շատ ճիշտ ասած շեշտադրումը հունվարի 28-ին, բայց ելի ենք ասում, եթե ունեք հայրենիքի պաշտպաններ, որոնք իրենց ծառայությունն անցել են խորհրդային բանակում, կարող եք զանգահարել, ողջունել նրանց, շնորհավորել, միմիայն ուրախ կլինենք մեր եթերում շնորհավորանքներ հեռարձակել։ Այո, եւ ես այս ընթացքում փորձում էի on-line փնտրել, թե ժամանակակից հայ գրողների ոչ ստեղծագործություններն են ամենաշատ վաճառվածները, ամենահայտնիները, պոպուլարները, հստակ ցավոք համացանցը չի տրամադրում, բայց առանձնացրել եմ դրանցից մի քանիսը։ Ժամանակակից գրողներից, հայ ժամանակակից գրողներից փաստորեն Արամ Պաչյանին կարող ենք համարել ամենապահանջվածը, եթե ես մասնակցեի քո Վիկտորինային, ներողություն, առաջինը նրա անունը կտայի, եթե հարցնեի։ Եվ պարզվում է, որ վերջին շրջանում նրա ամենապահանջված գիրքը PF-ն է, Արամ Պաչյանի, իդեպ բավական հետաքրքիր եւ հետաքրքիր ձևաչափ ունեցող գիրք է, ես նույնպես հասցրել եմ կարդալ, պատմում է Երևանի մի կոնկրետ ժամանակաշրջանի, Գետառի, հայտնի Երևանի տարածքով անցնող գետի, որը այլևս չենք տեսնում կամ շատ փոքր հատված ենք տեսնում, մի խոսքով բավական հետաքրքիր ստեղծագործություն է։ Քանի դեռ խոսեցինք Երևանից, նաեւ մեր ռադիոլսողը Նարինե Աբգարյանին հիշեց, Նարինե Աբգարյանի Սիմոնը նույնպես ժամանակակից հայ գրականության ամենահայտնի դրսևորումներից է համարվում։ Մանյունյան կարծում եմ եւս։ Այո, Մանյունյան նույնպես։ Բացի դրանից Մարիամ Պետրոսյանին նույնպես ունենք հեղինակ։ Իմ ամենասիրելի թերևս հայ հեղինակն է Մարիամ Պետրոսյանը, չնայած ընդամենը մեկ գիրք ունի դեռ այդպես հրատարակված, կան նաև հեքիաթների շարք, որը առանձին գիրք չի համարվում, բայց այս գիրքը հասցրել է բազմաթիվ մրցանակներ շահել Ռուսաստանում, այդ թվում ճանաչվել տարվա լավագույն գիրք, թարգմանվել տարբեր լեզուներով, տուն որտեղ այսպես է կոչվում Մարիամ Պետրոսյանի այս հայտնի գիրքը։ Քանի դեռ խոսում էինք Սարսափից, պարզվում է, որ Սարսափ գրքերը նույնպես Հայաստանում բավական պահանջված են եւ կարծում եմ դրանց սպառողը եւ Ռուբեն Եսայանը, ժամանակակից բլոգեր, գրող, 13 կիլոմետր, թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա նրա այս ստեղծագործությունը նույնպես բավական պահանջված է փաստորեն գրախանութներում եւ անընդհատ նոր քանակով հայտնվում է գրախանութներում։ Կարծում եմ այստեղ նաև հենց հեղինակի գործոնը դեր ունի, լինելով բլոգեր, նա գիտի ինչպես ճիշտ մատուցել իր գրքերը եւ հետաքրքիր միշտ հրապարակումներ է անում իր գրքերի հետ կապված։ Այո, իսկ ինչ մնում է միջազգային ժամանակակից գրականությանը, պարզվում է, որ այս առումով մարդիկ ավելի շատ նախընտրում են ոչ թե գեղարվեստական, այլ այսպես ինչ-որ մոտիվացիոն, ինչ-որ բան սովորեցնող գրքեր, Atomic Habits, ատոմային սովորություններ գիրքն է ամենա պահանջվածը եւ վաճառվածը ամբողջ աշխարհում, այս գիրքը փաստորեն շատերին է տպավորել եւ շատ վաճառվում է։ Colin Hoover-ի ամեն ինչ սկսվում է մեզնից եւ ամեն ինչ ավարտվում է մեզ հետ, գրքաշարը նույնպես շատ պահանջված եւ պոպուլար է, կարծում եմ սա պայմանավորված է նաեւ նրանով, որ վերջերս նաեւ ֆիլմ թողարկվեց սրա հետ կապված եւ բավական սկանդալային եւ քննարկված ֆիլմ էր, գուցե սա նույնպես կապ ունի այս ցանկի հետ։
Կարող եք մեկնաբանություններում գրել նաև ձեր սիրելի գրքերը, գրքեր, որ կարդում եք հիմա կամ որոնք շատ կուզեիք կարդալ։ Գրքային թեման դեռ կշարունակենք, առջևում մեր եթերաժամի արդեն վերջին հատվածն է, նաև ձեզ հետ կկիսվենք տարատեսակ նորություններով, որոնք տեղի են ունենում աշխարհում։ Իսկ հիմա քանի գրքերից ենք խոսում, Project LA-ին լսենք Վահան Տերյանի բանաստեղծությամբ ամենագեղեցիկ երգերից մեկը։ Սուրճ ուսեր առավոտից։ Տասնանցա 38 հանրային ռադիոյի ուղիղ եթերում սուրճ ուսեր առավոտից ռադիո հաղորդումն է եւ մենք շարունակում ենք։
Եթե պատահաբար դեռ սուրճը նոր է հայտնվել ձեր տանը կրակին, ձեզ մի փոքր նախանձում ենք, որ առավոտ այդքան դանդաղ եւ հանգիստ եք սկսել տանը, իսկ եթե ճանապարհներին եք, ապա կոչ ենք անում միանալ մեզ, միասին ավելի թեթև կդարձնենք թե խցանումները, թե աշխատանքային, երբեմն ծանր թվացող առաջին ժամերը, հատկապես երբ երկուշաբթի է, աշխատանքային շաբաթվա սկիզբն է, եւ ամբողջ շաբաթվա գործերը շատ ծանր եւ խիտ են թվում։ Այս պահին մայրաքաղաքում ըստ հեռախոսային հավելվածի 7 աստիճան է, մի փոքր անպամած է, բայց դա էլ կանցնի ժամը 12-ից կեսօրից սկսված արևոտ եղանակ է լինելու մինչև օրվա երկրորդ հատվածը։ Խցանումային տեսանկյունից իրավիճակը ոչ այնքան հուսադրող է, մայրաքաղաքում 7-նիշ է խցանումային խտությունը եւ բնականաբար առաջին հերթին այն փողոցներն են ծանրաբեռնված, որոնք գալիս են կենտրոն, դա Իսակովի փողոցն է, դա Աթենքի փողոցն է, Բրազիլիայի հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ, Կիևյան փողոցը երկկողմանի ծանրաբեռնված է, թե դեպի բարեկամություն բարձրացող, թե դեպի Հալաբյան իջնող հատվածները, գանք փոքր կենտրոն, այստեղ իրավիճակը ընդհանրապես ուսադրող չէ, Ամիրյան փողոցը Հանրապետության հրապարակից դեպի Մաշտոցի փողոցը, հակառակ ուղղությունը Սարյանից դեպի Մաշտոցի փողոցը, Ամիրյանը եւս ծանրաբեռնված է, Զորավար Անդրանիկի մետրոյի կայարանի հարևանությամբ Տիգրան Մեծ փողոցը դեպի հրապարակ շարժվող հատվածը էլի ծանրաբեռնված է, Նալբանդյան փողոց շարժվող հատվածներ դեպի Սախարով հրապարակ այստեղ երկկողմանի Սախարով հրապարակ եկող եւ հրապարակից դեպի Խանջան շարժվող հատվածները եւս ծանրաբեռնված են։ Բարձրանանք մի փոքր վերև, տեսնենք մեր մոտակայքում ինչպիսին է պատկերը, Սայաթնովա պողոտայում կա տեղ-տեղ խցանում, ծանրաբեռնված է նաև Բաղրամյանը, 3 հատվածներում առաջինը բարեկամության հատվածն է, երկրորդը մեջտեղում դա մետրոյի հարևանությամբ եւ արդեն ներքևում դեպի օպերա շարժվող հատվածները։ Սիրելի վարորդներ եւ ուղևորներ, քիչ անց կարծում եմ արդեն կթեթևանան խցանումները մինչեւ ժամը 11-ը, փորձեք համբերել եւ համբերատար լինել, եթե ծանր խցանման մեջ եք, կարող եք նաև մեզ զանգահարել 553702։ Իսկ հիմա ինչպես դες խոստացանք, տեսնենք թե ինչ կա չկա աշխարհում եւ ինչ է կատարվում, վեգան, սկսենք երևի բրիտանական հեղինակավոր BAFTA կինոմրցանակաբաշխությունից։ Այո, մենք ձեզ արդեն ներկայացրել էինք Օսկարի նոմինանտներին եւ իրականում պատկերը այնքան էլ տարբեր չէ նաեւ BAFTA-ում, այդ հիմնական ամենակննարկվող ֆիլմերն էին ներկայացված եւ գլխավոր մրցանակը տուն տարավ One Battle After Another, մեկ մարտը մյուսի ետևից ֆիլմը։ Այո, միանգամից 6 մրցանակ է տարել այս ֆիլմը, դառնալով երեկոյի ամենատիտղոսակիր կինոժապավենը։ Լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն ադապտացված սցենար, լավագույն կինեմատոգրաֆիա եւ լավագույն մոնտաժ անվանակարգերի արձանիկները իր հետ տարան այս ֆիլմի հեղինակները։ Իսկ ֆիլմի դերակատարներից Շոն Պենը հաղթել է նաեւ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։ Բայց մեզ այս կինոմրցանակաբաշխություններում հատկապես այս տարի եւ նաեւ նախորդ տարի էլ հետաքրքիր են այն անունները, որտեղ կան հայեր եւ հայկական ազգանուն, յանով ավարտվող ազգանունները մեզ միշտ հուզում են եւ ոգեշնչում են, հատկապես երբ ֆիլմերում ենք դիտում, հիշում ես, երբ փոքր էինք լինում, սպասում էինք ավարտվելիս, այդ տիտրերում գտնում էինք հայ ազգանուն։ Sinners, մեղավորները, ֆիլմը, որի մասին արդեն խոսել ենք, ձեզ պատմել ենք, դրա պրոդյուսերների շարքում է նաեւ ամերիկահայ Սև Օհանյանը, հաղթել է 3 անվանակարգում, լավագույն օրիգինալ սցենար, լավագույն երաժշտություն, ինչպես նաև երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Վունմի Մոսակոյի մարմնավորած կերպարի համար։ Իդեպ հենց նրա կերպարը ես շատ հավանել եմ, իսկապես կարծում եմ արժանի հաղթանակ է։ Եվ կարծես թե հավանականություն կա, չէ, որ այս ֆիլմը եւս Օսկարի արձանիկներ կշահի եւ մեզ եւս մեկը պատմության առիթ կտա, որ ռեկորդ է սահմանել այս ֆիլմը միանգամից նոմինացվելով Օսկարի 16 անվանակարգում, նախորդ ռեկորդը 13 էր, եթե չեմ սխալվում, La La Land-ին էր պատկանում, այնպես որ սա արդեն իսկ մեծ հաղթանակ է, արդեն իսկ ռեկորդներ են, թե այդ նոմինացիաներից քանիսը տուն կտանի դեռ պարզ կլինի, բայց այն որ ամենակննարկված ֆիլմներից մեկն է, դա արդեն փաստ է։ Գանք նաև գլխավոր դերասան
դերասանուհի անվանակարգերին, լավագույններին, Շեքսպիրի ընտանեկան ողբերգության մասին պատմող Համլետ դրամայում մարմնավորած կերպարի համար դերասանուհի Ջեսի Բակլին հաղթել է լավագույն դերասանուհի անվանակարգում, իսկ երկրորդ մեծ անակնկալներից մեկը լավագույն դերասան անվանակարգում Ռոբերտ Արամայոյի հաղթանակն էր։ Ես հայոյում եմ, շատ հետաքրքիր վերնագրով ֆիլմի համար։ Նույն անվանակարգում առաջադրված էին դերասաններ ոչ ավել ոչ պակաս Դիկաբրիո, Թիմոթի Շալամե, բայց ահա մրցանակը բաժին հասավ նրանցից ոչ մեկին, բայց նրանք երկուսն էլ ներկայացված էին եւ գեղեցիկ հանդերձանքով լուսանկարվել են նաեւ Բաֆտայի կարմիր գորգին։ Իդեպ հետաքրքիր է նաեւ այն, որ հենց Թիմոթիի գլխավոր դերակատարությամբ Marty Supreme հրաշալի Marty ֆիլմը, որը էլի համարվում է Օսկարի գլխավոր ֆավորիտներից եւ շատերը կարծում են, որ Շալամեն տուն է տանելու տարվա լավագույն դերասան արձանիկը, այս մրցանակաբաշխության ընթացքում որևէ մրցանակ չի շահել։ Լինելով Քարդաշյանների ընտանիքի անդամ, թող բավարարվի իր այդ տիտղոսով։ Այո, իսպանացի լեգենդար կարող ենք ասել ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի, Օսկարակիր ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի Ֆրանկենշտեյնը, հայտնի հրեշի մասին պատմող հերթական ֆիլմը 3 մրցանակ է տարել արտադրական դիզայնի, կոստյումների դիզայնի, ինչպես նաև դիմահարդարման համար։ Մրցանակաբաշխության իրենց ներկայությամբ նաև պատվել են արքայական ընտանիքի անդամները Քեյթ Միդլթոնը եւ ամուսինը, սովորաբար նրանց հակառակն են ներկայացնում, այս անգամ կնոջով ներկայացնել։ Նրանք միշտ չէ որ աստղային միջոցառումներին աչքի են ընկնում իրենց ներկայությամբ, բայց այս անգամ հաշվի առնելով որ կինոմրցանակաբաշխությունը բրիտանական է, նաև հայտնվել են կարմիր գորգին։ Իդեպ մի հետաքրքիր բան էլ նշեմ, քանի որ խոսեցին Գիլերմո դել Տորոյի հետ, Գիլերմո դել Տորոն այն ռեժիսորներից է, որը շատ ակտիվ պայքարում է արհեստական բանականության կինոյում ֆիլմարտադրության մեջ գործածելու դեմ, նա պնդում է, որ սա սպանում է կինոն եւ նույնիսկ, քանի որ ասացիր ես հայհոյում եմ, իր մրցանակներից մեկը վերցնելիս վերջերս նա վերցրեց արձանիկը եւ հայհոյեց հենց AI-ին, այո, արհեստական բանականությանը, եթե մեղմացրած փորձեմ թարգմանել, ասած կորչի AI-ը, կորչի արհեստական բանականությունը, դրա փոխարեն իդեպ կամ փաստորեն նաեւ ռեժիսորներ, որոնք ընդհակառակը շատ գրկաբաց են ընդունում այո արհեստական բանականությունը, դրանցից է օրինակ Քվենտին Տարանտինոյի հետ նրա Pulp Fiction-ի հայտնի քրեական ընթերցվածք ֆիլմը նկարահանած համահեղինակ Ռոջեր Էվերին, որի ընկերությունը այս պահին արհեստական բանականության կիրառմամբ 3 ֆիլմի վրա է աշխատում, նա շատ լավ է արտահայտվել այս առումով եւ ասել է, որ եթե մենք ստեղծում ենք ընկերություններ, որոնք եւ հատուկ հնարավորություններ, որոնք թույլ են տալիս հեշտացնել մեր գործը ֆիլմարտադրության մեջ, ապա ինչու չօգտվել դրանցից։ Ահա, դե կարծիքները տարբեր են։ Մենք ունենք հեռախոսազանգ Վեգա, իդեպ արի տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս։ Բարի լույս։ Դուք եթերում եք։ Ալո։ Ալո։ Բարի լույս։ Երկար սպասեցրինք, կարծես մեր ռադիոլսողը, այո, կարծես թե գուցե փոշմանեց կամ 55-37-02 ամեն դեպքում, այո, կարող եք դեռ մեզ զանգահարել, մեկնաբանությունների դաշտը եւս բաց է, կարող եք մեզ գրել, իսկ մինչեւ այդ եւս մեկ երգ սուրճի վերնագրով, բայց ոչ այնքան սուրճի մասին, Espresso Sabrina Carpetներին լսենք, որը նախորդ տարի Grammy-ում փայլեց, այս տարի կարծես մրցանակ չտարավ։ So you can't sleep, baby, I know that's that me espresso. Move it up, down, left, right, oh, switch it up like Nintendo. So you can't sleep, baby, I know that's that me espresso. I can't relate to desperation. Might give a fucks, are on vacation. And I got this one boy, and he won't stop calling when they act this way. I know
station with the best music. Best music. I love the music. Best music. 10:49 եթերաժամի վերջին հատվածին հասանք, ունենք նոր մեկնաբանություններ, որոնք սիրով կկարդանք։ Եվ այսպես Մանուշ Ուսյանը մեզ գրում է, որ մեր եթերաժամանակը կարճ է, չի հերիքում կարծես, թե երեխեք ջան չեք կարող ժամանակ ավելացնել, ախր ձեզ հաճելի է լսելը, շատ շնորհակալ ենք, մեզ էլ է շատ հաճելի առավոտը ձեզ հետ անցկացնելը, բայց կան այլ հաղորդումներ, կան լուրերը եւ եթերաժամը շատ թանկ եւ կարեւոր բան է, որը պետք է բաշխել, այո։ Հասմիկ Ավետիսյանն էլ գրում է բարի լույս, իմ շատ սիրելի եթեր ապահովող հաղորդավարներ ջան, այսօր իմ դասընկերուհու ծննդյան տարեդարձն է, ջերմ ու բարի ցանկություններս եմ ուղարկում ընկերուհուս Լյուբային, որը իդե բնակվում է ՌԴ-ում։ Շնորհակալություն։ Ահա, մենք էլ ունենք շնորհավորական մեկնաբանություն, շատ հաճելի է։ Այո, մենք էլ ենք միանում շնորհավորանքներին, շնորհավորում ենք ինչպես Լյուդային, այնպես էլ բոլոր այն մարդկանց, որոնք այսօր նշում են իրենց ծննդյան տարեդարձը։ Եվ ձեզ խոստացանք էլի փորփրել, տեսնել ինչ կա չկա աշխարհում, մի սկանդալային նորություն է հայտնվել մարզաշխարհի հետ կապված, բայց դա չի վերաբերում մարզական հաջողություններին, որքան նեղ անձնական հարաբերությունների։ Բրիտանացի դերասանուհի Ատկինսոնը խոստովանել է, որ Կրիշտիանո Ռոնալդոյի հետ բաժանվելուց հետո ոմանք իրեն շատ գումար են առաջարկել հայտնի ֆուտբոլիստի մասին բացասական բաներ գրելու համար։ Ահա, ինչպես են հայտնվում բամբասանքները, թեև նրանց իրավեպը շատ կարճ է տևել 2007 թվականին բավականին մեծ աղմուկ է բարձրացել, այդ ժամանակ Ռոնալդոն Մանչեսթեր Յունայթեդում էր խաղում, իսկ դերասանուհին շնորհիվ իր Hollyoaks հայտնի սերիալում դերի համարվում էր Հյուսիսային Անգլիայի ամենահայտնի երիտասարդ դերասանուհիներից մեկը, նրանք բարբերաբար հայտնվում էին տարբեր միջոցառումների միասին եւ ավելի ուշ դերասանուհին ասել է, որ ֆուտբոլիստը փորձել է իրեն գրավել իսկական բրիտանական ոճով Թե հյուրասիրել, նրա հետ դիտել են սերիալներ, սակայն բաժանվելուց հետո նրանց անձնական կյանքի հանդեպ հետաքրքրությունը ավելի է սրվել եւ Մանչեսթերի ռադիոյի տված արխիվային հարցազրույցում նա խոստովանել է, որ երբ բաժանվեցինք, մեզ հսկայական գումարներ առաջարկեցին ինձ, ավելի ճիշտ իրեն նկատի ունի նրա մասին վատ բաներ ասելու համար, բայց ես դա չէի ուզում։ Ապրի Ատկինսոնը։ Այո, ապրի։ Ցավոք վստահաբար ոչ բոլոր նախկինները եւ փոքրիկ կարճ հարաբերություններ ունեցած մարդիկ են, որ հայտնի մարդկանց մասին նույնիսկ երբեմն անվճար հրաժարվում են բաներ խոսելիս, այո, ի վերջո գիտենք թե որքան հայտնիների կարիերան է վտանգվել զրպարտանքի հետ կապված եւ ամենացավալին այն է, որ ցավոք գրեթե երբեք հերքում այնքան մեծ արձագանք չի գտնում, որքան մեղադրանքը։ Միանգամից աղմուկ է բարձրացնում մեղադրանքը։ Հաճախ նույնիսկ երբ դատարանի օգնությամբ կամ միջնորդությամբ հայտնիների վրայից դուրս են գալիս մեղադրանքները, միևնույն է այդ նստվածքը մնում է, առասպելները շարունակվում են։ Հատկապես Ռոնալդոյի դեպքում, եթե մի երկու բան ասեր, նա միշտ հայտնի է, չէ, իր մի փոքր մեծամիտ կերպարով հաստատ շատերը կհավատային, բայց Ատկինսոնն ասել է, որ պարզապես ոչ մի պատճառ չունեի որևէ բացասական բան ասելու համար, նրա մեջ ոչ մի վատ բան չկար, ուստի ես իմաստ չէի տեսնում նրա մասին հորինելու կամ զրպարտելու մեջ։ Շատ ապրի։ Այո, այո։ Իդեպ հոդվածի վերջում գրված է, որ նա էլ է ամուսնացած, դե Ռոնալդոն է, գիտենք, ամեն մեկը գնացել է երջանիկ իր կյանքով եւ կարեւոր է, որ միմյանց որևէ մեկը չեն զրպարտել։ Այո։ Առանց զրպարտանքների երկու շաբթի ենք ձեզ մաղթում, շաբաթվա աշխատանքային շաբաթվա սկիզբը հաճախ ծանր է, առաջ գնում հանդիպումներ, ժողովներ, քննարկումներ, պլանավորումներ, փորձեք թեթև նայել այս ամենին, ամեն դեպքում ձեր մտքում ունենալով այն միտքը, որ այն գաղափարը, որ սա ձմեռվա վերջին աշխատանքային շաբաթն է։ Այո, մյուս շաբաթ այսօրը արդեն գարնանային բարի լույս ենք մաղթելու ձեզ։ Այս ամբողջ շաբաթվա ընթացքում անկախ եղանակից մենք միշտ ձեզ հետ ենք, վաղ առավոտյան 9:30-ից կրկին կլինենք եթերում եւ ձեզ կմաղթենք բարի լույս։ Things fall apart and time breaks your heart. I wasn't there, but I know she was your girl. You showed her the world, but fell out of love and you both let go. She was crying on my shoulder, all I could do was hold her. Only made us closer until July. Now I know that you love me, you don't need to remind me. I
put it all behind me, shouldn't I? But I see her in the back of my mind all the time, like a fever, like I'm burning alive, like a sun. Did I cross the line? Well, good things don't last, and life moves so fast. I'd never ask who is better, 'cause she couldn't be more different from me, happy and free in leather. And I know that you love